Հայաստանում բավականին բուռն քաղաքական զարգացումներ են տեղի ունենում, հիշեցնեմ, որ երեք գործադիր մարմնի նիստում, խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հանդես եկավ բավականին հայվախառն եւ էմոցիոնալ կոշտ ելույթով ուղղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ կարծես թե այսպես քարտ բլանշ տվեց պետական ապարատին հարձակվելու Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի վրա, այնտեղ Սերժ Սարգսյանի խոսքերով ասած տարիներ շարունակ ինչ որ անօրինականությունների մասին է լսում եւ հիմա վերջապես որոշել է ստուգել։ Թաթուլ Ամիջապես դրանից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ այսօր տեղի ունենալու ԲՀԿ քաղխորհրդի նիստ ընդլայնված կազմով եւ Գագիկ Ծառուկյանը պատասխանելու է Սերժ Սարգսյանին։ Նիստը արդեն իսկ ավարտվեց, ինչպես տեսանք մենք ուղիղ եթերում, մեր լրագրող Արփին Մասուդյանը աշխատում է այնտեղ։ Ամեն րոպե սպասում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթի հրապարակմանը, բոլորին դա է հետաքրքրում այս իրավիճակում։ Այս խորհրդի նիստից հետո ինֆորմացիա կա, որ տեղի ունենալու երյակի նիստը խորհրդարանական ուժերի, ոչ իշխանական ընդդիմադիր ուժերի նիստը, որտեղ անդրադառնալու են էլի քաղաքական օրակարգին։ Թաթուլ չես կարծում, որ բացառիկ իրավիճակ է ստեղծվել, հիմա նման իրավիճակ ես երբևէ չեմ հիշում։ Բացառիկ իրավիճակի մասին կարող ենք խոսել, թե ինչ գործողություններ են հետևելու։ Իմ համար կարևորը նա չէ, որ ինչ են հայտարարում քաղաքական գործիչները, երկրի ղեկավարները, լինեն ընտրված կամ չընտրված, դե ֆակտո, այս բառը ավելի ճիշտ է օգտագործել Հայաստանի դեպքում, կարևորը նա է, թե ինչ գործողություններ են արվելու, որովհետև քաղաքական հայտարարություններ ամենակոշտ մակարդակի հայհոյախառն, ինչպես դուք ասեցիք, փողոցային մակարդակով միշտ էլ կարող են անվել, բայց կարևորը նա է, թե ինչ է անելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ավելի ճիշտ ինչ է անելու եռյակը, եւ այստեղ է ամեն ինչ հետաքրքրությունը, որ կարող է լինել։ Խնդիրը նա է, որ թե ինձ համար ավելի կարևոր է նաեւ թե ինչ է անելու, օրինակ Սերժ Սարգսյանն այնտեղ սպառնալիքների շքերթ էր մի քանի կետով, արկային ստուգումներ, չգիտեմ, այլ բաներ միջոցառումների տեսքով, բայց հետաքրքիր է նա անելու է այն ինչ որ հայտարարել է։ Թե դա դժվարանում եմ ասել, բայց սա հերթական սպառնալիքներ իշխանությունը ընդհանրապես վերջի շրջանում բացահայտեց իր ամբողջ դեմքը, որ ինքը խոսում է սպառնալիքների եւ երբեմն նաեւ ահաբեկչության լեզվով, խոսքը վերջին շրջանի այդ ծեծ ու ջարդերի մասին է, որ պարբերաբար տեղի են ունենում, իշխանություններն իհարկե ասում են մենք դրա հետ կապ չունենք, բայց իրականության մեջ անհնար է պատկերացնել, երբ որ պրոֆեսիոնալ համարվող ոստիկանությունը չի բացահայտում այդ գործերից եւ ոչ մեկը։ Տեսնենք ինչպեսին կլինի։ Ես րոպե մենք հետևում ենք, օրինակ ես վարքյան սպասում եմ, որ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի ելույթը եւ կտեսնենք թե նա ինչ զարգացումներ եւ ինչ բառապաշար է օգտագործվելու։ Ես կարծում եմ դերենիկ, որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի երեկվա այդ հայտարարությունը, այդ ճառը, կարծում եմ իրենք հիմա ավելի թարմ ուղեղով նրանք հավանաբար ափսոսում են, որ նման բառապաշար են օգտագործել, թեև այդ դրանից հետո երիտհանրապետականները ավելի կոշտ բառապաշար էին օգտագործում, ավելին ասեմ, այնտեղ ներկա էր նաև մի շատ վտանգավոր բան ես այնտեղ տեսա, որի մասին քիչ է խոսում այս լրահոսի մեջ ցավոք, բայց իմ համար ամենից վտանգավորը դա էր, երբ որ գեներալ Մանվելն էր խոսում, ասում էր չագուչնելա, մուրճնելա քո ձեռը, մեխնելա քո ձեռը, խփի միջև վերջ, սա գիտեք, սա շատ վտանգավոր, այո, սա շատ վտանգավոր է եւ փաստորեն ինչ որ իմաստով հանրապետական կուսակցությունը քաղաքական կուսակցությունից վերածվում է, այսպես ասեմ, բանի էլի, մի քիչ ռազմական կազմակերպության եւ սա վտանգավոր է, սա հիշեցնում է ինչ որ իմաստով, վատ իմաստով չեմ ասում, ուղղակի համեմատության համար Հեզբալլայի գործողությանը, հա, որ այսինքն զենքի միջոցով հաշվեհարդարներ տեսնել, սա շատ վտանգավոր տենդենս է եւ այս ինչ որ արվում է, սա կիրթ քաղաքական արևմտյան արժեհամակարգի հետ, որին միջև վերջերս Սերժ Սարգսյանը ներկայացնում կապ չունի եւ սա ավելի շատ նման է վիրավորական չհնչի մոնղոլ թաթարական մտածելակերպին, սա շատ վտանգավոր է։ Քո ասածները
դու Մանվել Գրիգորյան, չէ՞, Մանվել Գրիգորյանի հայտարարությունը մեջ բերեցիր, ես ավելացնեմ նաև Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀԿ խորհրդի նիստում, նա ամեն երկրորդ բառը մեկ խոստանում էր վարչական ռեսուրսը օգտագործել, իր լծակները օգտագործել, ինչ գործողություններ նախագահի հրահանգները կատարելու համար եւ մի շատ հետաքրքիր հայտարարություն արեց, որը կրկին տեղավորվում է, այսպես քո ասածով ասենք, հզբոլլայական մտածելակերպի շրջանակներում, ինչ որ ասես կասենք, մի քանի անգամ կզգուշացնենք, կասենք, եթե չհասկացանք կբամփենք։ Հասկանում եք, երկրի վարչապետը բամփելու լեզվով է խոսում արդեն։ Նաև Հովիկ Աբրահամյանի գործոնի ունիկալությունը կայանում է նրանում, որ նա հանդիսանում է նաև Գագիկ Ծառուկյանի հետ խնամիական կապերի մեջ։ Բայց ավելի ուրիշ բան կա այստեղ կարևոր, ըստ էության վարչապետը նշանակվեց իր պաշտոնում, որպեսզի նաև ինչ-որ իմաստով Բարգավաճ Հայաստանը լրացվելու համար, բայց Բարգավաճ Հայաստանը չլրեց եւ հիմա ես չգիտեմ մենք կարող ենք արդեն մականուններ օգտագործել, որտեղ եթե Սերժ Սարգսյանը մականուններ օգտագործում, մենք էլ վարչապետի մականունը կարող ենք տալ, թե կարող ենք չտալ։ Ես մտածում եմ ես ուզում եի շարունակել, ամեն դեպքում չտանք մականունները, կոռեկտ պահենք։ Չէ, ես գիտես ինչի համար եմ ասում, որ պետք չի Սերժ Սարգսյանը, որովհետև Սերժ Սարգսյանը իր թիմով հանրապետականի մեծամասնության բոլորին չասենք, իրանք ավելի հզոր են Քֆուրի կամ Հայոյանքի դաշտում։ Այսինքն, եթե իրանք մեզ բերում են այդ դաշտ, երբ իրենք սկսում են խոսել հայոյախառ, իրենց մոտ շատ լավ ստացվում է դա։ Այ մեր մոտ կարող է չստացվի հայոյախառը պատասխաններ տալը։ Բամփելու, նախ մենք մաս չենք կազմում այս բանավեճին, մենք լրագրողներ ենք։ Չէ, բայց լրագրողներին էլ նաև սադրում են, չէ՞։ Հա, սադրում են, բայց ես օրինակ մաս չեմ կազմում եւ երբեք մաս չեմ կազմի որևէ քաղաքական գործընթացի, Հովիկ Աբրահամյանի բամփելու մասին ասեմ, կարող է այնպես լինի, որ առաջինը այդ բամփի տակ մնա հենց Հովիկ Աբրահամյանը, որովհետեւ նա ամենածանր վիճակում է եւ եթե դուք տեսնեիք նրա նկարները, որ տարածվում էր սոցիալական ցանցերում, այս վերջի իրադարձությունների, նա կանգնած է, այսպես ասեմ, բավականին դժվար կացության մեջ, այսինքն նա հեշտ իրավիճակում չի հայտնվել։ Նաև ես ուզում եմ, գիտեք, անդրադառնամ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության այն հատվածին, որտեղ ըստ էության խոսում էր, թե ով կարող է մասնակցել քաղաքականությանը, ով չի կարող մասնակցել։ Գիտեք, տպավորությունն է ստեղծվել, որ Սերժ Սարգսյանը դեռևս մնացել է 1980-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, Մարզկոմի, այսինքն օգնականի կարգավիճակի մտածելակերպում, երբ որ այն ժամանակ մենատիրություններ, ամբողջատիրություններ, մի կուսակցություններ եւ Սերժ Սարգսյանը գիտեք, կոմունիստական կուսակցության մաս էր կազմում, հա, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության։ Հիմա մնացել է այդ մակարդակին, ես չեմ հասկանում, ինչ է նշանակում, ով է որոշում, որ ես կարող եմ մասնակցել, դու չես կարող մասնակցել, դրա համար կա ընտրություններ, եւ ընտրությունները այո կեղծվում են, բայց փաստը նաեւ իրենք առաջարկում են ինտելեկտուալ տեստ անցկացնել քաղաքականության զբաղվողների համար։ Շատ լավ առաջարկ է, չգիտեմ տեստի այդ քննություն վերցնողներնով են լինելու, բայց կարծում եմ, որ հանրապետականի մեծ մասը այդ տեստից կգտնվի, էլի նամանավանդ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը, այսինքն այն մարդիկ ում վրա հենվում են։ Չէ, ընդհանրապես տեստ չի կարելի անցկացնել, նույնիսկ չի կարելի Սաշիկի վրա տեստ անցկացնել, նույնիսկ չի կարելի Լիսկայի վրա անցկացնել, Լֆիկի վրա, չի կարելի տեստ անցկացնել, որովհետև կրկնում եմ, սրանից կարող է տուժել Հայաստանը, քաղաքականությամբ կարող են զբաղվել նրանք, ում որ ժողովուրդը ձայն է տալիս, այսինքն ճանապարհը ընտրություններ են, ճիշտ է, այդ ընտրությունները կեղծվում են, բայց այնուամենայնիվ նույնիսկ այդ պայմաններում պետք չէ որոշել, թե ով կարող է զբաղվել, ով չի կարող զբաղվել։ Սա շրջանակներում ում չի արգելվում զբաղվել հրապարակային գործունեությամբ, նա կարող է զբաղվել քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ։ Եթե դու հակասահմանադրական կոչեր չես անում, դու իրավունք ունես, բայց օրինակ երեկվա Սերժ Սարգսյանի կոչերը հակասահմանադրական էին։ Հասկացանք, որ ինքը երկրի դե ֆակտո նախագահն է, չընտրված կրկնում եմ, բայց դա իրեն թույլ չի տալիս, որ նման ոչ նման բառապաշար օգտագործել։ Ինչ որ է, այսինքն իրենք են ընտրություն կատարում, կարող են այսօր էլ նման հայտարարություններ շարունակեն այդ հայհոյախառն ոճը, բայց ես կարծում եմ, որ սրանից ավելի շատ տուժելու է հենց հանրապետական կուսակցությունը։ Ինչու՞, որովհետև երբ որ դու մղում ես
մի ուժի, որը ունի հսկայական ֆինանսական ռեսուրսներ, խոսքս Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է, եւ նրա կողքին կան եւս երկու լուրջ կուսակցություններ, եւ որոնց միավորումը կարող է հետաքրքիր բան ստեղծել ներքաղաքական դաշտում, խոսքը վերաբերում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ փաստացի 2013-ին ընտրված նախագահ Ռաֆի Հովհաննիսյանին, սա կարող է նոր քաղաքական իրավիճակ ստեղծել եւ կրկնում եմ սրանից միայն կարող է կորցնել Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, այսինքն ես գրեթե համոզված եմ, որ երեկվա ելույթից հետո այնուամենայնիվ հանրապետականները որոշ ծանր ու թեթև անելով հասկացել են, որ պետք չէր պատերազմ հայտարարել եւ պետք չէր այդքան ուժեղ, այդքան հստակ գիծը քաշել կամ խրամատը քաշել այս դեպքում։ Կարծում եմ որոշ հանրապետականներ են դա հասկացել, այնտեղ եթե պատկերավոր ասենք ողջախոհ հատված կա, որը Սերժ Սարգսյանին ոչ թե հավատարմության երթուն է տվել, այլ զուտ կոմերցիոն շրջանակներում է նրա հետ իշխանության մեջ, այսինքն դու գալիս ես իշխանության, մենք հնարավորություն ենք ստանում կապիտալ կուտակել, գումար աշխատել եւ այլն։ Հիմա այդ մարդիկ չեմ կարծում, որ ոգևորված են Սերժ Սարգսյանի այդ ելույթով, որովհետև նրանք եթե նույնիսկ գիտակցաբար չէ, ապա բնազդաբար հասկանում են, որ այդ ուխտը նաև իրենց դուրն է չոքելու եւ մի օր որոշելու է Սերժ Սարգսյանը, որ ազատ բիզնեսմեններ Հայաստանում չեն լինելու, ամբողջը պատկանելու է պետությանը կամ անձամբ իրեն կամ եղբորը Ալեքսանդր Սարգսյանին եւ իրենք տնօրինելու են ամբողջ գումարը, ամբողջ կապիտալը Հայաստանում։ Իսկ այն հատվածը, ովքեր շատ էր ոգևորվել Սերժ Սարգսյանի ելույթով եւ այսպես աչ ու ձախ հայոյախառը ինչ որ տեքստեր էր արտահայտում տրամաբանությունից դուրս, ինձ թվում է դրանք այն մարդիկ են հանրապետականի ներսում, որոնք պետք են բացառապես Սերժ Սարգսյանին հենց այդ ֆունկցիան կատարելու համար։ Ես այդպիսի մարդկանց պատկերավոր ասած կասեի թնդանոթի միս, որովհետև ես առավել քան համոզված եմ, եթե իրավիճակ փոխվի, Սերժ Սարգսյանը հանձնի իշխանությունը, առաջին հերթին հանձնելու է հենց այդ մարդկանց։ Հենց այդ մարդիկ են հայտնվելու այսպես մուրճի եւ զնդանի արանքում։ Եվ ամենաաննախանձելի վիճակը Հովիկ Աբրահամյանից հետո իհարկե հենց այդ մարդկանց համար է լինելու։ Ուստի, չգիտեմ, երևի թե ասենք իրենց համար շատ կարևոր է այլ նյութական արժեքներ, քան հետագայի մասին մտածելը, այնուամենայնիվ նշեմ, որ էլի սպասում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթին։ Ես ասեմ, որ այս զարգացումները տեղի ունեցան մեկ այլ իրադարձության ֆոնին, որի մասին այսօրին այնքան էլ կոնկրետ այս ժամերի ընթացքում այդքան չի խոսում, խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի Մոսկվա կատարած այցելությունների մասին։ Եվ այնտեղ, երբ որ խոսվում էր նաեւ ինտելեկտուալ զարգացածության մասին, կրթվածության մասին, հանրապետական կուսակցության ներկայացուցիչները իհարկե կարող են քննադատել Գագիկ Ծառուկյանին եւ ում ուզում են, դա իրենց խնդիրն է, բայց լավ կլինի նաեւ մեկ անգամ եւս լսեն, ասենք Հովիկ Աբրահամյանի ռուսերենը, թե ինչպես էր նա ռուսերեն խոսում Մոսկվայում, Կրեմլում։ Ես ասեմ, որ այս զարգացումները ուշագրավ էին Մոսկվա այս երկու այցելությունների ֆոնին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը եւս այցելեց Մոսկվա, հանդիպումներ ունեցավ, Բարգավաճ Հայաստանն ասում էր բավականին բարձր մակարդակով, ինչ որ է այնուամենայնիվ այդքան բարձր մակարդակի չէին այդ այցերը, բայց սա նաեւ նշանակում է, որ իշխանությունները սրանից են, այսպես ասեմ, մտահոգված, որովհետեւ ցավալիորեն հենց այն ժամանակ, եւ սա միայն Սերժ Սարգսյանին չի վերաբերում, հենց որ իշխանությունների վիճակը նեղանում է, այդ թվում նաեւ այս ախտով հիվանդ է նաեւ իդեպ ընդդիմությունը ասեմ, միանգամից հայացքները ուղղում են դեպի Մոսկվա, միանգամից հյուսիս, թե ինչպիսին կլինի հյուսիսի արձագանքը այս իրադարձություններին եւ շատ դեպքերում ես ասեմ դերնիկ, որ Մոսկվայի դերակատարությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում շատ դեպքերում ուռճացվում է եւ շատ դեպքերում Մոսկվան այստեղ բոբոյի կերպարով է ներկայացվում, բայց իրականության մեջ Մոսկվան շատ հաճախ թողնում է, որպեսզի իրադարձությունները գնան իրենց սցենարով, ինչպես օրինակ թողեց, ես կրկնեմ 2008 թվականի մարտյան սպանդին նախորդող օրերին, ով որքան էլ որ փորձ արվի քննադատել Մոսկվային, այդ օրերին շատ ավելի
Եթե այս բառը կարելի է օգտագործել, ու այդ քաղաքականության մեջ այս բառը չի օգտագործվում, անբարո կեցվածք է դրսևորել արևմուտքը, որը աչք փակեց բոլոր կեղծիքների վրա եւ օրինակ մարտյան սպանդից առաջ իմ համար Մոսկվայի կեցվածքը շատ ավելի ազնիվ էր, քան Հայաստանի արևմտյան գործընկեր շատ պետությունների կեցվածքը։ Այնպես որ պետք չի միշտ մտածել, որ հասկացանք, մենք ռազմական, հոգեբանական շատ թելերով կապված են, շղթայված ենք այսպես Մոսկվային, բայց պետք չի մտածել, որ ամեն հարցում Մոսկվան միջամտելու է։ Թաթուլ բնականաբար դա այդպես չի, չգիտեմ, մեր էլիտայի համար ջանքերով այնպիսի գիտակցություն է ձևավորվել, որ Կրեմլում գիշերը քնում են մտածելով, թե Հայաստանում ով է գալու իշխանության կամ Հայաստանում ինչ վիճակ է լինելու, ամենևին այդպես չէ, պարզապես այնտեղ կարող են պայմանավորվել օրվա իշխանության հետ իրենց հարմար տարբերակներով, քանի որ մենք գիտենք կախվածության մակարդակը Հայաստանի Ռուսաստանից, խնդիրը իրականում Մոսկվայի մեջ չէ, խնդիրը մեր մեջ է եւ այնպես չէ, որ ինչ որ մեկը էլի ճակերտավոր դապրոց ստացավ Մոսկվայից ինչ որ իշխանություն է ստեղ վերցնելու, երկրորդ օրը գալու է վերցնելու, այդպես չէ, կա ռեսուրս ներքին քաղաքական, սոցիալական եւ տնտեսական։ Ունես կվերցնես, չունես կկորցնես։ Հատկապես այսօր։ Թաթուլ, մենք աստիճանաբար ավարտենք, հիմա առաջարկում եմ դիտել ավելի համապարփակ քննարկում Civilnet-ի եթերում, որը ձայնագրվել ենք ես, դու եւ մեր գործընկեր Կարեն Հարությունյանը ավելի վաղ, խոսքը վերաբերվում է կրկին օրվա թեմային, այնուհետև կարող ենք դիտել տեսանյութ։ Դերենիկ ինձ զգուշացնում են, որ արդեն ելույթը կա եւ մենք կարող ենք ինչպես տեղեկացնում են արդեն ժամը դրել է այդ տեքստը, փորձենք եւ հենց այդ մասին, քանի որ բոլորը սպասում են փաստորեն եւ ինչ ասում տարբերակնել կանք, ես վերնագիրը կարդամ, հասնենք Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը ազատվելու համար Չարիքի այս իշխանությունից, Գագիկ Ծառուկյան։ Արդեն իսկ այստեղ դրված է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության խնդիրը եւ գնահատական Չարիքի այս իշխանություն։ Կարող ենք ասել մենք թեվակողել ենք նոր Հայաստան, արճակատումներով Հայաստան գաղջը վերջապես ցրվել է։ Նայեք, ամեն դեպքում հայտարարությունները, որ արվել են, չէ, դերենիկ տեղ չեն թողնում, որպիսի արդեն կարծեք թե վերջնականապես բոլոր կամուրջները այրվել են եւ բնականաբար երեկվա արձագանքին Գագիկ Ծառուկյանի արձագանքը պիտի լիներ այդքան ուժեղ։ Այդքան հիմա տեքստային տարբերակը փոխանցենք քեզ, ես խնդրեմ մեր աշխատակիցներին 1 րոպեով փոխանցել, ես էլեկտրոնային տարբերակով եմ կարդում, դու կարող ես օրինակ հենց սկզբից առաջարկում եմ Թաթուլ նայեք, շատ հետաքրքրական է, մենք քանի որ ես տեղյակ չեմ տեքստին ու մենք ուղղակի պիտի ընթերցենք, տեսնենք թե ինչ է եւ եթե հետաքրքիր պահեր կա միասին քննարկենք դերենի։ Ասեմ, որ առաջին անգամ պիտի կարդամ եւ կփորձեմ հիմնականում ներկայացնել, որտեղ բավականին երկար է։ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ այսօր հանդիպելու էինք Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի հետ, այն ինչի մասին մենք խոսում էինք եւ ասում է, որ մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը քաղաքականություն է մտել բացառապես մեկ նպատակով՝ օգնել երկրին եւ ժողովրդին դուրս գալու այս վիճակից եւ այստեղ նա քննադատում է, հիշեցնում է, որ հիմա ես ուզում եմ հատուկ շեշտել, Երևանից հետո իմ մոտեցումը չի փոխվել, մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելավոճին եւ գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում, փողոցային բառապաշար օգտագործելը մերը չէ, դերնիկ սա ակնհայտ ակնարկ է, որ Սերժ Սարգսյանը օգտագործել է փողոցային բառապաշար, սակայն չի ասում նրա անունը, ոչ էլ հիստերիկ եւ էմոցիոնալ վարքագիծն է մերը, սա էլ հավանաբար նկատի ունի գործող իշխանություններին, մասնավորապես երիտ հանրապետականներին։ Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման եւ ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն, սա հետաքրքրական է եւ այստեղ Գագիկ Ծառուկյանը մեկ առ մեկ ներկայացնում է հետեւյալը եւ ասում է ոչ մի խոսք այն մասին, թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտարակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր եւ իր նեղ շրջապատի հայտարարագրված եւ չհայտարարագրված բիզնեսները։ Երկրորդ, թե ինչու է բիզնեսին
տերորի ենթարկելը պետական ծրագիր դարձել, թե ինչու է երկիրը քանվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից, թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ, թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը եւ ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել, թե ինչու է Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանում աճել լարվածություն եւ ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին, թե ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը այդքան երես արել, որ արհամարանքով են խոսում Հայաստանի մասին, թե ինչու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հարցնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին, այստեղ ոչ մի խոսք դերենիկ չի նշվում Սերժ Սարգսյանի մասին, ուղղակի մեր դիտողներին ասեմ, որ խոսքը Զարուհի Փոստանջյանի այն հարցի մասին է, երբ որ նա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը օգտագործելով Սերժ Սարգսյանին փաստորեն մեղադրեց երկրի փողերը կազինոներում վատնելու մեջ։ Գագիկ Ծառուկյանը շարունակում է, թե ինչու Նայրիտ գործարանի հաշվին դուրս գրված 100 միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ 1700 մարդ հայտնվել է փողոցում։ Այդ մարդը, գրում է Ծառուկյանը, չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբայևը նվաստացնում եւ ստորացնում էր իրեն։ Մի խոսքով մենք կարող ենք ասել, որ այս ելույթը քաղաքական պատասխան էր Սերժ Սարգսյանի երեկվա ոչ այնքան քաղաքական հայտարարությանը, բայց նաև արդար լինելու համար ես պետք է նշեմ, որ նաև Գագիկ Ծառուկյանը պետք է ավելի շուտ այս մասին խոսեր։ Նայեք, մենք խոսում ենք մի երևույթի մասին եւ պետք է խոսենք երևույթի մասին ամբողջական։ Այն ինչ որ Գագիկ Ծառուկյանը նշում է, սրանք ամբողջը համապատասխանում են իրականությանը, բայց սա այսօրվա բան չէր, սա վերջին 6 տարիների Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը եւ այս մասին պետք է լավ է որ այսօր խոսում է, բայց պետք է ավելի վաղ խոսվեր, պետք է խոսվեր 2008 թվականից, պետք է խոսվեր ընտրություններ կեղծելու մասին։ Սրանք բայց խնդիրը, տեսեք, իդեալական հարթությունում, եթե դիտարկում ենք դասական քաղաքական հարթությունում, որ դիտարկում ենք, այո, այդպես պետք է լիներ, բայց մենք գիտենք, որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ դասական քաղաքականություն չկա եւ քաղաքական ակտորները, եթե այդպես կարող ենք ասել, շատ դեպքերում այլ մոտիվացիաներով են շարժվում։ Ունենք այն, ինչ ունենք հիմա Եվ լավ է ուշ, քան երբեք տարբերակով պետք է շարժվենք, չի կարելի ասել, որ լավ, եթե այն ժամանակ չի ասել, հիմա ասում է, ուրեմն սխալ է։ Չէ, դրա մասին չէ խոսքը։ Պարզ է, որ այսինքն տեղի է ունեցել մեծ կռիվ, այսպես ասեմ, քաշվել է խրամատ, եթե կարելի է այդ բառն օգտագործել, դերենիկ միջև մենք կշարունակենք, ես ուզում եմ մեկ այլ հատված ընթերցել, որը կրկին հետաքրքրական է արձագանքը Գագիկ Ծառուկյանի երեկվա Սերժ Սարգսյանի հայտարարության։ Գագիկ Ծառուկյանը ասում է. Իսկ հիմա ես կպատասխանեմ այն հարցադրումներին, որոնք անձնապես ինձ էին ուղղված, անվտանգության խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն 6 ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով։ Այսինքն, ըստ Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանը իրեն խնդրել է, որ ինքը դուրս չգա։ Եվ սա բացահայտում է Գագիկ Ծառուկյանը։ Այսքանից հետո երեք նման ձևով հարցը ներկայացնելը դուք ինքներդ գնահատեք, թե ինչ է նշանակում։ Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին։ Ինձ համար կարևորը Հայաստանի քաղաքացիների վստահությունն է, որն առկա է, այնպես որ ես ունեմ ամենակարևոր մանդատը։ Շատերին է հետաքրում, թե ինչու Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով։ Սա ես կարծում եմ հետաքրքրական հատված է, ընթերցենք։ Ուզում եմ բացել բոլոր փակագծերը եւ լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել է համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո, սա արդեն շատ հետաքրքրական է։ Փաստորեն, եթե հավատանք Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է սահմանադրությունը փոխելուց հետո զբաղեցնել նախագահի պաշտոնը, բայց այստեղ էլ կա մեծ հակասություն, այսինքն սա ձեր համար երկիր է, թե երկիր չէ։ Ինչ է նշանակում խոստանում է նախագահի պաշտոնը, այսինքն ինչպես 2008 թվականին, ինչպես 2003-ին, ինչպես 98-ին, ինչպես 96-ին կեղծելով 3 հաջորդ նախագահները,
կեղծելով ընտրությունները, զավթել են իշխանությունը, նույնը նաև փաստորեն Սերժ Սարգսյանը խոստացել է Գագիկ Ծառուկյանին, սրանք հարցեր են, որ իմ մոտ տպավորությունն է, որ Գագիկ Ծառուկյանի խոսքերից իմ մոտ տպավորությունն է, որ Սերժ Սարգսյանը մշակել է իշխանությունը հերթական անգամ բռնազավթելու կամ ուզուրպացնելու մեծ ծրագիր սահմանադրական փոփոխությունների միջոցով եւ Գագիկ Ծառուկյանին առաջարկել է գործընկեր լինել այդ բռնազավթման մեջ, ինչ որ բաներ խոստանալով, բայց Գագիկ Ծառուկյանը մերժել է, ինչը կատաղեցրել է Սերժ Սարգսյանին եւ նա չի դիմանցել եւ էմոցիոնալ նման։ Այդպես էլ փաստորեն ասվում է, եւ եթե մենք ընթերցենք, նա ասում է, որ նախագահի պաշտոնը սահմանադրական փոխելուց հետո մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը, այսինքն աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով եւ ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այդ հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահովված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ։ Ահա իմ դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական եւ մարդկային հարաբերությունների կանոնները։ Սա է իրականությունը եւ ոչ ավելին։ Փաստորեն այդ մարդու Գագիկ Ծառուկյանը չի տալիս Սերժ Սարգսյանի անունը, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր, ես չեմ հանդիպել, ինձ էր վերաբերում, այսինքն նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերը եւ գնալու եմ մինչեւ հաղթանակ։ Իրավամբ սա կարող ենք ասել շատ հետաքրքրական էր, ինչ որ հետաքրքիր հատված ես գտել դերին։ Այո, շատ հետաքրքիր խոսքը վերաբերում է հարկեր թաքցնել չթաքցնելուն եւ այստեղ Գագիկ Ծառուկյանը շատ դաժան է Սերժ Սարգսյանին հակադարձում, մասնավորապես նրան մեղադրելով միլիոնավոր դոլարներ զավթելու մեջ։ Կարդամ երեկվա ելույթում ակնարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։ Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին ամիսներ շարունակ ստուգվել են իմ եւ իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները։ Ի տարբերություն իրեն ես չստուգված լուրերի եւ մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր եւ խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից։ Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան 3 միլիարդ դոլարով։ Որտեղ է այդ գումարը, պարոն Սարգսյան, դոլար դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ կողացվեցին ժողովրդից, ուր գնաց այդ գումարները, այսինքն ենթատեքստով հասկացնում է, որ թե վարկն է սեփականաշվերվել Սերժ Սարգսյանի կողմից պետական, թե այդ դոլար դրամ խաղերի արդյունքում ստացված եկամուտները։ Դերենիկ նաև ես ասեմ, որ ամենահետաքրքրականը նաև վերջին հատվածը ելույթի, որը արդեն դիմում է ժողովրդին, որովհետև մենք ինչքան էլ որ մենք խոսենք անձնական տիրույթում, այնուամենայնիվ ընդհանրապես Սերժ Սարգսյանի իշխանությունից, այս քաղաքական համակարգի անկատարությունից, այս մենատիրությունից, այս քաղաքական եւ տնտեսական այս մենաշնորհներից տառապում է հասարակ ժողովուրդը եւ տառապանքը մի մասը հլու հնազանդ տանում է 1 միլիոն հայեր աղքատ են, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, գիտենք, ավելի քան 250,000 մարդ հեռացել է եւ ահա Գագիկ Ծառուկյանը ինչ է ասում. Սիրելի ժողովուրդ, պատրաստվեք պայքարի, 3000 մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում, ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի։ Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ՝ քաղաքական բոլոր օրինական մեթոդներով, անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն, հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ազատվելու համար չարիքի այս իշխանությունից, հայտարարում է Գագիկ Ծառուկյանը, այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղշ մթնոլորտից։ Մեր խոսքը գործ է, սա արդեն Գագիկ Ծառուկյանի հայտնի այդ նախընտրական քարոզարշավի խոսքերից է։ Իմ կյանքի ամենամեծ գործը այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանը ազատելը։ Իրավամբ մենք կարող ենք համարել, որ սա բավականին համարժեք եւ արձագանք էր Սերժ Սարգսյանի երեկվա։ Դե արդեն մենք ընթերցեցինք հիմնականում կոռեկտությունը պետք է թողնենք քաղաքական դաշտին եւ գործընթացներին, բայց դերենիկ մենք կարծում եմ նաեւ մենք կարող ենք խոսել այս Բարգավաճ Հայաստան
հանրապետական կուսակցության հարաբերությունների էվոլյուցիայի պատմությունից, փաստորեն, երբ ստեղծվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2004 թվականին, մինչև 2012 թվականը մենք կարող ենք ասել, որ Բարգավաճ Հայաստանը մաս էր կազմում այս կամ այն ձևով գործող իշխանություններին, գործող համակարգին։ Հիշեցնեմ, 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստանը գրավեց երկրորդ տեղը եւ երկրորդ մեծ խմբակցություն էր ազգային ժողովում եւ ավելին նա մաս կազմեց կոալիցիոն կառավարության, մի կառավարության, որի ղեկավարը հենց Սերժ Սարգսյանն էր։ Սա Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին ամիսներն էին։ Ապա տեղի ունեցավ մարտի 1-ի ընտրությունը, որը վերածվեց սպանդի, երբ որ սեփական ժողովրդի դեմ կրակեց այս իշխանությունը, բայց այդ ժամանակ նույնպես Բարգավաճ Հայաստանը մաս կազմեց, այս անգամ արդեն նոր կառավարության, որը գլխավորում էր Տիգրան Սարգսյանը, որը հետագայում մեղադրվեց փողերի լվացման մեջ Կիպրոսում հայ եպիսկոպոսներից մեկի Արարատյան առաջնորդը, այո, Կճոյան Նավասարդ Կճոյան արքեպիսկոպոսի հետ, հիմա նա Միացյալ Նահանգներում է, մինչև 2012 թվականը, երբ որ Բարգավաճ Հայաստանը երկրորդ անգամ մասնակցեց խորհրդարանական ընտրություններում, կրկին զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն ես կարծում եմ, այո, 2011 թվականին, երբ սկսվեց, ես 11 թվականը համարում եմ ՀԿ-ԲՀԿ տարանջատման սկիզբը, որովհետև այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ, որից հետո պետք է տեղի ունենար նախագահական ընտրությունները, խորհրդարանական ընտրություններ 2012 թվականի, բայց դրանից առաջ, ընտրություններից առաջ, փաստացի Սերժ Սարգսյանը ստիպեց, որ Գագիկ Ծառուկյանը ստորագրի կոալիցիոն հուշագիրը։ Այո, հիշում եմ, իհարկե։ Բայց 2012 կարծում եմ հենց ջրբաժանն էր, բայց ճիշտ է, այդ պահը ես իհարկե հիշում էի Դերնիկ, բայց խնդիրն այն է, որ այդ ժամանակ հենց Սերժ Սարգսյանը ձգտում էր, որպեսզի Բարգավաճն ու Հանրապետականը միասին մասնակցեն խորհրդարանական ընտրություն մեկ ցուցակով, բայց կրկին Բարգավաճը գնաց առանձին ցուցակով, կրկին զբաղեցրեց երկրորդ տեղը, բայց այն ժամանակ ես լավ հիշում եմ, որ Բարգավաճ Հայաստանը խոսում էր համատարած կեղծիքների մասին, խոսում էր 500,000 ավել ձայները յուրացնել մասին, հիշում եք, պահանջում էին, որ հրապարակվեն ցուցակներ, ճիշտ է, բայց դրանից հետո Բարգավաճ Հայաստանը այլևս մաս չկազմեց կառավարության եւ իրեն հռչակեց որպես ոչ իշխանական ուժ։ Ասեմ, որ Հայաստանից աշխատող այն լրագրողները, ովքեր գրում էին կամ ռուսական մամուլի կամ արևմտյան մամուլի համար, այսինքն ռուսերեն կամ անգլերեն, միշտ դժվարություն ունեին այս բառը ինչպես թարգմանեն, ինչ է նշանակում ոչ իշխանական ուժ։ Հիմա այդ լրագրողները ազատ կարող են լինել, որտեղ այսօրվանից նրանք հանգիստ կարող են Բարգավաճ Հայաստանի համար օգտագործել ընդդիմադիր ուժ եւ նաեւ հիշեցնեմ, որ 2013 թվականին այնուամենայնիվ Բարգավաճ Հայաստանը չխանգարեց Սերժ Սարգսյանի ընտրությանը եւ նա չպաշտպանեց թեկնածուներից ոչ մեկին, բայց հայազգային կոնգրեսը եւ դաշնակցությունը, բայց մի հետաքրքիր բան ասեմ, որը խոսում է այն մասին, շնորհավոր ես նաեւ Սերժ Սարգսյանը։ Այո, բայց ավելի կարևոր բան կար, խոսքերից անդին գործի մասին եմ ես խոսել, այն տարածքներում, որտեղ ընդհանրապես համարվում է Բարգավաճ Հայաստանի, այսպես եմ, ուժեղ տեղերը, հա, հիմնականում Կոտայքի մարզը, այդ շրջանում օրինակ Աբովյան քաղաքում, Աբովյանը, գիտեք, Հայաստանում մեծությամբ 5-րդ մեծ քաղաքն է, հա, եւ այդ քաղաքում Սերժ Սարգսյանը պարտվեց։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ այնուամենայնիվ Բարգավաճ Հայաստանը, եթե չի օգնել ժառանգությանը, ապա հաստատ կեղծիքներ չի արել հոգուտ Սերժ Սարգսյանի։ Այն Գյումրին, որը համարվում է երկրորդ քաղաք Հայաստանի, որտեղ Բարգավաճ Հայաստանի դիրքերը միշտ վերջի շրջանում բավականին ուժեղ են եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գիտեմ կարծեմ միակ քաղաքն էր, որտեղ Կոտայքից հետո բնականաբար, որտեղ Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցությունը պարտվեց, դա Շիրակի մարզն էր կամ Գյումրին, հիմա լավ չեմ հիշում։ Այդտեղ Սերժ Սարգսյանը կրեց ամենաջախջախիչ պարտությունը։ Թեև ասել էր, որ 77% Ռաֆի Հովհաննիսյանի 20 քանի տոկոս ընդհանրապես Թեև նա հայտարարել էր, որ ինչքան ուզեմ կխփեմ, ընդ որում հայտարարել էր հենց Գյումրիում։
Այնպես որ այս համագործակցության պատմությունը մենք հիշելով, մենք կարող ենք եզրակացնել, որ իրոք արդեն գիծը քաշվել է, խրամատը քաշվել է, բայց նաև պետք է զգույշ լինել այս իշխանություններից։ Ես միշտ ասել եմ, որ այս իշխանությունը շատ վտանգավոր իշխանություն է, այս իշխանությունը ճիշտ է չունի, ավելի ճիշտ ունի 0 հանրային աջակցություն, բայց այս իշխանությունը ունի մի քանի կարևոր գործիքներ, մի քանի կարևոր բաներ, որ չունի ընդդիմությունը։ Մասնավորապես, այս իշխանությունը ունի անսահման քանակությամբ փող, այս իշխանությունը ունի զենք եւ ամենավտանգավորը այս իշխանությունը կարող է կրակել սեփական ժողովրդի վրա։ Սա է ամենից վտանգավորը եւ բոլոր Սերժ Սարգսյանը ունի կրակելու ռեսուրս, Սերժ Սարգսյանի իշխանությունը կրակել է ժողովրդի վրա, դա տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին։ Վլադիմիր Կասպարյանի զորքը կամ Սերժ Սարգսյանին ենթակա այլ օլիգարխների զորքերը, բայց դրա կրակելու համար պետք է միջազգային ռեսուրս եւ ներքաղաքական ռեսուրս։ Չեմ կարծում, որ թքած ունեն հիմա այս իրավիճակում ինչ որ բանի վրա պետք է հիմնվել։ Եվ Թաթուլ, ես մի հատկանշական բան եմ ուզում ասել, որ սա առաջի դեպքն է, երբ գիծը ընդդիմության եւ իշխանության միջև քաշում է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը։ Հետաքրքրական դիտարկում է, համաձայն եմ։ Սա եզակի դեպք է կամ առաջի դեպքն է։ Ես չեմ հիշում երբևիցե, որ ոչ նախընտրական շրջանում նման գիծ քաշվի հենց իշխանության կողմից։ Սա շատ հետաքրքիր զարգացում է, այո, համաձայն եմ Դերնիկ, շատ հետաքրքիր նկատառում էր, ես հիմա մտովի, մենք այն լրագրողներից ենք, ովքեր հետևել են Հայաստանի վերջին 20-25 տարիների զարգացումներ, այդ թվում ներքաղաքական, այո, համաձայն եմ, որ միշտ կոշտ բառապաշար օգտագործել է ընդդիմությունը, միշտ ընդդիմությունն է ասել հանցավոր իշխանություն, միշտ ընդդիմությունն է ասել խոսել կախաղանների մասին, չգիտեմ, տարբեր սպառնալիքների մասին, բայց առաջին անգամ խոսում է իշխանությունը, գուցե արդեն իրեն մտովի պատկերացնում է որպես ընդդիմություն, սա էլ տարբերակ է, բայց հումորը մի կողմ դնելով, ես կարծում եմ, որ այս իշխանությունը վտանգավոր է նրանով եւ այդ վտանգը նաեւ երեկվա նիստում ասվել է գեներալ Մանվերի բերանով, որ խփի մուրճնել է քո ձեռքը, մեղնել է քո, միջև վերջ խփի։ Սա բնական է, իշխանությունները մուրճով ու մեղով չեն խոսում, իշխանությունների ձեռքին կա զենք եւ նրանք կարող են կրակել։ Եվ սա ասում եմ ոչ թե ինչ որ վերլուծության արդյունքում, այլ անցյալի փորձը հաշվի առնելով։ Ի վերջո մեկ անգամ կրակել են։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանին հիշենք, երբ 96 թվականի ընտրությունների մասին խոսելու ժամանակ նա ասաց, որ անձամբ Սերժ Սարգսյանն է իրեն առաջարկել կրակել ժողովրդի վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն են մեջբերում։ Այն ժամանակ իբր Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է, եթե կրակել, ապա միայն օդ։ Այսինքն հակումներ Սերժ Սարգսյանի մոտ եղել է։ Էլ չեմ ասում 2008 թվականի մարտի 1-ը։ Շատ, երբ որ դու հիշեցիր 96 թվականը, Դերենիկ, ես շատ մեր դիտողներ, հավանաբար նաև տարիքի բերումով, չգիտեն խոսքի ինչի մասին, ես պարզ ասեմ, 96 թվականին տեղի ունեցավ առաջին համատարած կեղծ ընտրությունը Հայաստանում նախագահական, փաստացի ընտրություններում հաղթել էր Վազգեն Մանուկյանը, բայց նախագահ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ազատության հրապարակ փողոցներ Երևանի դուրս բերվեցին տանկեր եւ հենց այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, այդ օրվա կեղծողների կողքին հենց կանգնած էր Սերժ Սարգսյանը։ Այսինքն, երբ որ խոսում ենք պատմության մասին, մեր ոչ վաղանցյալի մասին, բոլոր կեղծիքների ժամանակ ներկա է եղել եւ բավականին այսպես բարձրաստիճան պաշտոնյա եղել։ Որովհետեւ ինքը նաեւ պիտի նաեւ հաշվի առնել, որ բավականին վետերան հայ քաղաքական գործիչներից է, ով հասցրել է առնվազն 3 կուսակցություն փոխել։ Սերժ Սարգսյանը եղել է Կոմկուսի անդամ, հետո դարձել է ՀՀՇ անդամ, հետո դարձել է Հանրապետական կուսակցության անդամ։ Այդպես ես չեմ կարող ասել, բայց ես մեկ բան կարող եմ ասել, այն ժամանակ, երբ որ այն ժամանակ պայքարը Դերենիկ, սա նաև լավ առիթ է վերհիշելու մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, այն ժամանակ դիմակայությունը գնում էր մի կողմից ՀՀՇ-ի, մյուս կողմից Դաշնակցության միջև։ Դաշնակցությունը իշխանության էր եկել Ղարաբաղում եւ չափազանց լուրջ քաղաքական ուժեր Հայաստանի ներսում ի տարբերություն այսօրվա։
հա, շատ հզոր ուժեր։ Եվ այն ժամանակ, որպեսզի լռեցներ Ղարաբաղում դաշնակցությանը, Լևոն Տեր-Պետրոսյանը օգտագործում էր երկու մարդու՝ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Սա փաստ է եւ մենք լրագրողներս անկախ չպիտի ենթարկվենք կոնյուկտուրային։ Մենք պետք է հիշեցնենք այն ամենը, ինչ որ հիշելը ձեռնտու չի։ Դա կարող է լինել Գագիկ Ծառուկյան, դա կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյան, դա կարող է լինել Սերժ Սարգսյան։ Մեր գործը քաղաքականության մաս դառնալը չէ։ Մեր գործը քաղաքականության պատմությունը ներկայացնելն է եւ իրերը իրենց անուններով կոչելն է։ Այո, Թաթուլ, նշեմ, որ բավականին էլի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել քաղաքական դաշտում, հիմա սպասվում են շատ բուռն գործողություններ, կարծում եմ հրապարակային, որովհետև Գագիկ Ծառուկյանը հայտարարեց լավակային պայքարի սկզբի եւ անհնազանդության, ինչը շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծելու։ Մենք ընտրություններից ոչ ընտրական շրջանում նման իրավիճակ երբևէ չենք ունեցել։ Թաթուլ, մենք այսքանով ավարտենք։